եթե ուզում ենք ապրենք, այս հողում պիտի կռվենք, ուրիշ վարիանտ չկա, եթե չկռվենք, կգա մեզ կսպանեն, մենք պիտի կռվենք, մինչև վերջ կռվենք, որպեսզի մեր Հայաստանի, մեր հայկական, պատմական հողերը, որտեղ որ լինի թուրքի ձեռին մեզ 3-4 անգամ, 5 անգամ մեծ հողեր ունենք, պիտի վերցնենք, պիտի մենք կազմենք Հայաստան, մեծ Հայաստան։ Արկադի Զաքարյանը, Ագոն, լույս աշխարհ եկավ 1955 թվականի դեկտեմբերյան մի օր, ամսի 18-ին։ Ապագա հերոսը Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից էր։ 1990-ից 94 թվականներին Ագոն ոչ մի րոպե չհեռացավ Մարտի դաշտից։ Իր հրամանատարությամբ կամավորների ջոկատը մասնակցեց Արցախի Մարտունու շրջանի գյուղերի ինքնապաշտպանական և Մարտակերտի, Ֆիզուլիի, Աղդամի ու այլ շրջանների ազատագրական մարտերին։ 1992 թվականին Ագոն ծանր վիրավորվեց, տեղափոխվեց Երևան, ապաքինվելուց հետո անմիջապես վերադարձավ ռազմաճակատ։ Մեր հերոսներին, որ մենք ուզում էինք հիշատակել մեր Անդրանիկին, մեր Դրոյին, մեր Նժդեհին, դպրոցներում չեն թողում, որ իրանց մասին խոսենք, բայց մենք պիտի դաստիարակենք մեր սերունդին, որ պիտի խոսենք Վարդանի նմաններին, Աշոտի նմաններին, Արմենի նմաններին, մասին պիտի մենք խոսենք ու այնպես անենք, որ մեր երեխերքը չմոռանան։ Կանխազգացում ուներ, ասում էր, ափսոս գնալու եմ, անհելիքներս շատ են, բայց գնալու եմ։ Գնալուց առաջ կանխազգացումը նրան տարավ տուն, վերջին անգամ գրկեց կրտսեր որդուն ու ասաց, եթե ողջ մնամ, կգամ։ Եկալ ես բալա, հա եկալ եմ ջանա, եկ մոյդ խտտին կինամ, հդ հայդի եմ, մատան։ Պեպիկ է։ Իսս բալ։ Շկա, շկա, նվաց է պրծես։ Давай, лав качи. Келатан, живу буду приду. Коля, хаджу, Коля, папун хаджу. Бро, хаджу. Донги եսա։ Давай։ Բարի ճանապարհի ջուրն էլ չօգնեց։ Վաղն կարող է մենք չլինենք, բայց պիտի մենք մեր սերունդին են ձևը դաստիարակենք, որ ինչքան մենք ապրենք, այնքան պիտի կռվենք։ 1994 թվականներ, մայիսի 17-ը, խաղաղ մի օր։ Որոշեց սովորականի նման ստուգել դիրքերը, լռության մեջ ընդամենը մեկ կրակոց հնչեց, որն էլ բաժին հասավ Ագոյին։ Ազգի համար զոհվելը ու հայրենիքի համար զոհվելը դա պատիվ է։